իրականում ցեղասպանությունը իրենք են շղթում, ինչպես Ես բազմիցս դրա մասին խոսել եմ, որ դաշնակցությունը պետք է պատասխանի, արդյոք իրենք տեղյակ են եղել, որ Էնվեր Փաշան եղել է ռուսական ախրանկայի գործակալ։ Դրա մասին խոսել է Ստանիսլավ Տարասովը, որը Ռուսաստանում Արևելագիտության ինստիտուտ է ղեկավարում, որը հայտնի ակադեմիկոս է, Հայաստանում բազմաթիվ անգամ եղել է։ Հիմա կամ դաշնակցությունը դրա մաս է եղել, եւ ըստ Տարասովի դաշնակցությունները եղել ախրանկայի գործակալ։ Կամ պիտի իրենք բացատրություն պահանջեն Ստանիսլավ Տարասովից եւ այրելու ժամանակ դրոշը ոչ միայն Թուրքիայի դրոշը այրեն, այլև Ռուսաստանի կամ ռուսական կայսրության, որը ցանկանում են։ Այսինքն իրենք նույնիսկ այս հարցում իրականությունը չեն ներկայացնում ժողովրդին, թե ինչ է եղել, թե ինչպես մեծ գաղթը կազմակերպեցին հայ ժողովրդի, ինչպես դրոն է ասում, թողեցին իրենց միայնակ ուրեմն Թուրքի դիմաց եւ իրենք հեռացան եւ տեղի ունեցավ հայ ժողովրդի կոտորածը։ Դրոն էլ դաշնակցությանը մոտ անձնավորություն է, չէ՞։ Այսինքն իրականում, երբ որ հարցադրումներ ես կատարում, իրենք չեն կարող այդ հարցադրումներին պատասխանել։ Իսկ այն որ Ռուսաստանը միշտ էլ ուզում է այդ հարցերը, ցավոտ, Արցախի հարցը ցեղասպանության խաղարկել հայ-թուրքական հարաբերությունները միշտ տեղ ունենալու համար, դա արդեն կներեք ամենապրիմիտիվ վերլուծաբանին էլ հայտնի է, այստեղ որևէ նորություն չկա։